Այն, որ հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական արժեքների հետ կապ չունի, փաստ է։ Բայց եկեղեցին ինչպիսի չարիք էլ որ լինի, ինչպիսի հանցանքներ էլ որ գործած լինի, Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը արդարացում չունի։ Նիկոլ Փաշինյանը ծաղրել է եւ ստորացրել է ոչ թե հայ առաքելական եկեղեցու սպասավորին, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը խայտառակություն է։ Խայտառակություն է, եթե այդ ակնարկը սուտ է, եւ խայտառակություն է, եթե այդ ակնարկը ճիշտ է։ Քաղաքական իշխանության համար Հայաստանի բոլոր քաղաքացիները եկեղեցական թե ոչ եկեղեցական հավասար հարգանքի եւ պաշտպանության իրավունք ունեն։ Բայց Փաշինյանի այս արարքը շատ ավելի խայտառակ բանի նշան է։ Սա ապացույցն է այն բանի, որ 7 տարի իշխանություն լինելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է չիմանալ երկրի ղեկավարի պարտականությունները եւ շարունակում է իր հոգու խորքում մնալ հրապարակում պիկե տանող անպատասխանատու ընդդիմադիր։ Երկրի քաղաքական ղեկավարությունը, ազգային ժողովը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը պատասխանատու են երկրի օրինականության համար եւ պատասխանատու չեն երկրի բարոյականության համար։ Երկրի քաղաքական ղեկավարությունը պարտավոր է ցանկացած բարոյական խնդիր վերածել, թարգմանել քաղաքական իրավական խնդրի եւ լուծել։ Օրինակ, եթե իշխանությունը տեսնում է, որ երկու մարդ իրար հետ փողոցի մեջտեղում սեքսով են զբաղվում եւ չկա օրենք, որ դա արգելի, իշխանությունը պետք է ոչ թե բարոյականության դասեր տա սեքսով զբաղվողներին, այլ ազգային ժողովի միջոցով արգելի այդպիսի վարքը եւ ոստիկանության միջոցով մարդկանց ստիպի ենթարկվել օրենքին։ Իսկ երկրի ղեկավարը միևնույն է պետք է շարունակի հարգանքով վերաբերվել այդ մարդկանց։ Պիտի պատժի, բայց պիտի հարգանքով վերաբերվի։ Իսկ եթե կան մարդիկ, որոնք զբաղվում են ինչ-որ բաներով, որը երկրի ղեկավարի կարծիքով անբարոյական է, բայց չկա այդպիսի օրենք, որ արգելի եւ աննպատակահարմար է դա օրենքով արգելել, ապա երկրի ղեկավարի պարտականությունն է հարգել մարդկանց ընտրությունը։ Վերցնենք մի հոգևորականի, որը սեքսով է զբաղվում իր քեռու կնոջ հետ։ Արդյոք դա բարոյական է։ Կամ ամուսնական դավաճանությունը, արդյոք դա բարոյական է։ Պարզ է, որ ժողովրդի մի ստվար զանգվածի եւ շատ հավանական է, որ երկրի ղեկավարության կարծիքով այդպիսի արարքները չեն տեղավորվում բարոյականության սահմաններում։ Եվ նորմալ է ցանկացած հասարակությունում էլ կան բաներ, որոնք բարոյապես անընդունելի են, բայց օրենքով արգելված չեն։ Օրենքը թույլ է տալիս, որ չափահաս մարդիկ իրար հետ սեքսով զբաղվեն, եթե չկա բռնություն։ Մյուս կողմից բոլորը իրավունք ունեն դա քննադատելու, բացի երկրի քաղաքական ղեկավարությունից։ Որովհետև երբ որ դու քաղաքական ղեկավարն ես երկրի, դու պատասխանատվություն ես վերցնում բոլորի համար, ոչ թե միայն այն մարդկանց համար, որոնք քո կարծիքով բարոյական են։ Դու պիտի մարմնավաճառին, կաթողիկոսին, սովորական քաղաքացուն, падգամավորին հարգես, պաշտպանես, պատասխանատվության ենթարկես եւ վերաբերվես նույն կերպ։ Սա երկրի ղեկավարի առաջին պարտականությունն է, որը Նիկոլ Փաշինյանը չգիտի։ Եվ ի դեպ մենք Արցախը հենց սրա պատճառով էլ կորցրել ենք, որովհետև չի եղել երկրի ղեկավար, որը էլեմենտար իմանար իր պարտականությունները։ Նիկոլ Փաշինյանի այս վարքը խայտառակություն է եւ երբեք չի մոռացվի։